Vi er nå på stedet på udkanten af Oslo, hvor politiet har afdækket et stort narkotikalager. Området er spærret af, og eksperter venter på, at kriminalteknikere og efterforskere skal ankomme. Politiet har ikke givet detaljer om, hvor mye stof som er beslaglagt, men understreger, at operationen var resultat af en længere efterforskning. Լիարա Գիտեք ինչ նա դա օրինակ իմանալով, որ քանի կան առնողներ կլինեն նաև վաճառողներ, պետք է այդքան հաճելի չի իմանալ, որ վաճառողներին բռնելը հավիտյանս մեր վրա է։ Վերաբերված ոստիկանության աշխատակից, պլյուս ինչքան կլինի 150 գրամ, պլյուս ամեն ինչ որ դուք ոչնչացրել եք, հավասար է մի 20 տարի, եթե երկի չուզենք խոսել, մեկ էլ հանգարցակիտ։ Ուր ամենացած է։ 25 կիլո կա, իրար հաստատ դրա համար կնստացնեն։ Քեզ մի երկու ամիս արձակուրդ կտան սրանից հետո։ Հա ոնց ես։ Նորմալ, արդեն համարաչի խանգարում ասեցին կարամ արդեն աշխատեմ։ Ինչ էր ասում Վիլյամը։ Հեչ երկժամ գորգորած որ պիտի իրան սպասենք, հետո ասեց ապրեք։ Մեզ նոր գործ երբ են տալու։ Չգիտեմ, հələ որ դուրս գանք, հետո կերևա։ Հերիկը խաժրես ու արագացում։ Ուր են ստապում։ Երկու ամիս արձակուրդը սուենց է մորացել ես, մենք գործի ենք։ Գնացին։ Սպասի։ Հասկացա։ Մոտավոր 14 ժամ առաջ եմ մեռել, ոստիկանությունը հարևաններն են կանչել, դաստակներին խորը կտրվածք, զարկերակը համարյա ամբողջովին կտրված է սովորական մորուքի բրիտվայով, արյան մեջ հերային է գտնվել, իրանք ասում են, որ ինքնասպանություն է։ Կարելի է մտնել։ Չէ, դեռ չեն պրծել։ Իսկ նկար կա։ Իսկ դու ինչ ես ասում։ Իսկ կապ ունի։ Հա։ Դե ես համաձայն չեմ, չնայած մատնահետքեր կան բրիտվայի վրա։ Խի։ Որովհետև ինքնասպանության ժամանակ կատարվածները խորը չեն լինում, երկու շերտ են լինում, ծուռում ու մի տեսակ անվստահ են, ոնց որ մարդ վստահ չի կասկածում, ասկապես փորձում է, խորը չեն լինում, ստե ուղիղ խորը մի շերտով կտրվածքը, ոնց որ ուրիշ մարդ տարածը լինի, ու մսակ ոչ երկրորդ անգամ ամեն ինչ որ օրինակ անկյուն է։ Սենց պարկած սենց պիտի կտրել ես չեմ ասում։ Իսկ հերոինի մասին ինչ կասեք, հարևանների հետ խոսացել եք։ Հա, խոսացել ենք, նարկոման չէր, արյան մեջ շատ մեծ դոզա էր, մոտավորապես մահվանից 14 րոպե առաջ հաստատ անջատված էր։ Լավ, դե ուրեմն ստացվում է մամի ինչ կանգնեց իր տեղերը, իրան աշխարհացնել համար հերային են տանել։ Ու դաստակները կտրել են իր ձեռքով բռնած բրիտվայով։ Այս սպանություն է։ Դե լավ, գնանք ասենք իրանց, որ իրանք գլուխ են։ Ես արդեն ասել եմ։ Լավ, իսկ դե լուրջ մի հատ ամեն ինչ հավաքեք, հետո հերձումից հետո ինչ պարզվի կասես։ Ասել մեր նոր գործը առավոտվանից։ Շնորհակալություն եմ, որ ստա ես աշխատում, թե չէ հիմա նկարների գողությունների հետազոտելու։ Всё, պայմանավորեցի։ Դու գալիս ես։ Դեռ չէ։
Լավ։ Ուրեմն սենց։ Այս սպանությունը կապում են ևս երկու սպանության հետ, այսի փոխանցեցին մեզ նոր կառավարությունից։ Երկուսն առաջացից ոնց որ ինքնասպանություն ունեն, так что այս եւի սերա է արդեն։ Նա կարդա։ Առաջինը Լիզա Իբսեն, 19 տարեկան, գտնվել է իր բնակարանում գլխի գնդակային վնասվածքով, ատրճանակը ձեռքին մահացած, բայց ինքը զենքի լիցենզիա չուներ։ Լավ, բան Մյուսը Ռոբերտ Ֆլորին, 23 տարեկան, գտնվել է Բյուգեսկոգենի անտառում կախված, հրաժարքի նամակն էլ կողքը։ Նամակը չէր խախտում իր գործերը իսկականից վատ էին, կորցրել էր եղբորն ու մորաքրոջը, գործից էլ հանել էին։ Հենց որ կարող էր իրոք ինքնասպանված լինել։ Բայց անտառում չէ։ Անտառի այդ հատվածը ցանկացած տրանսպորտային երկրուց մոտավորապես 30 կիլոմետր հեռու է։ Իսկ ինքը մեքենա չունի, այսինքն մոտավորապես պիտի մի 6 ժամ ոտով քայլի, բայց հետո ոչինչ չկար, ոչ ջուր, ոչ ուտելիք։ Ստացվում է իրան բերել են, մնում է պարզենք ոնց։ Так, значит, շավ։ Ուրեմն մի հատ դուրս գրել երկուսի անձնական համարները։ Ես ուզում եմ իրանց մասին ամեն ինչ իմանամ։ Մոտիկներից ով կա, եղել են արդյոք խախտումներ, հոսպիտալիզացիաներ, աշխատանքի սովորելու վայրերը, հապես ամեն ինչ։ Մենք սպասենք այսօրվա պարոնի հերձման տվյալներին։ Իսկ հետո Հաջորդ քայլը կլինի երևի պարզեն ինչն է կապում է զոհերին ու մարդասպանի հետքերը ման գալ, որ պատկերացում ունենք մենք բան գալի։ Գուցե հաջողվի մի քիչ կասկածյալների խումբը մի քիչ փոքրացնել։ այսօր վերջ։ Հա։ Ես գնամ տուն, պետքա մի քիչ մտածել։ Տենանք մտքից ինչ կգա։ Հենց բարձրանա զանգի։ Էլիաս, չես կարծում, որ վերջ ասեն ու ժամանակն է, հոգեբանն էլ է ասում։ Աքսել, մի սկսի էլի, ամեն ինչ հետս նորմալ է։ Всё, ես գնացի։ Լուրջ այդքան քիչ, ինչա այս մարդկանց տվյալներից տպավորություն եք նոր են ծնվել։ Չի ասի, ինքնարսկով ավելի շատ սովորական մարդկանց են նման, ուղղակի մոտիկ ոչ ոք չունեն։ Իսկ այդ շատ կարևոր է։ Այդ նշանակում է, որ ոչ մեկ չի զարմանա իրանց կորուստին։ Ինչքան հասկանում եք, նույնիսկ ոչ մի տեղ չէին աշխատում։ Չէին աշխատում։ Իբսենը դպրոցը թողել էր, Ֆլորինն է գործից հանվեց մահվանից 4 օր առաջ։ Նշանակում է, որ մարդասպանը իրանց շատ լավ գիտի։ Իսկ այդ նշանակում է, որ կամ երկար ու մանրակարգիտ ուսումնասիրել է, կամ էլ անձամբ ճանաչում, ես չգիտեմ, որն է ավելի վատ։ Так, sense չեղավ։ Նորմալ աշխատելու համար մենք պետք է պարզենք շարժերը, թե կամ էլ վստահենք, որ շարժերը չկա։ Իրանք աշխատանքի կամ ուսման վայր փոխել են։ Չէ։ Զանգի մեկի գործի տղնուսի դպրոց։ Ու մի հատ հարցրու, իրանք ընդհանրապես ինչ կարգավիճակում են դե գտնում կոլեկտիվում, ինչ որ թշնամիներ, կոնկուրենտներ, ինչ որ ուրիշ տենց մարդիկ, ջղային հավաքարար, ունեին թե չեն կարող ինչ որ մեկը իրանց ուզեն որ իրանք մեռնեին կամ ինչ որ տենց բան։ Բայց այդ վաղը, իսկ հիմա ուղարկի ինձ առավոտվա ձայձի հերձնատվյալներ ու գնա քնի։ Իդեպ ինքը կարտոս սիմուլատոր ուներ, 2 տարի առաջ էին դրել Սուտ Մանյանի հիվանդանոցում։ Տես, այս կնայեմ, դու գնա քնի։ Վայ, ոնց մամաս լինես։ Գնա քնի արա։ Միջես գալի։ Չէ, ես մի քիչ կնստեմ։ Լավ, բարի գիշեր։ Բարի գիշեր։
Կարտոստիմուլյատորը Կարտոստիմուլյատոր Աքսել, ոչ խանգարեցի քնած չէր։ Չէ, իսկա ֆոտելու ժամը։ Դե ուրեմն լսի։ Դու ուներ 2 տարվա կարտոստիմուլյատոր, որը պահպանում է իր պուլսի մասին վերջին 40 ժամվա տվյալները։ Այսօր հերձումից հետո տվյալները հանեցին, խնդրեցի ինձ տան։ Պիտի որ որոշ շարժումների հնարավորություններ ստանանք այդ ուսումնասիրելուց հետո, չգիտեմ, օրինակ իմանք երբ նրա հարձակվել, այդ ժամանակ պիտի պուլսը արագանար, երբ թմրանյութը ներթափանցել օրգանիզմ եւ այլն, ուրիշ ինչ-որ տվյալներ, ինչեր այդ ընդհանրապես կատարվում, Կամ էլ չէ։ խի։ Ստեղ ընդհանրապես ոչ մի բան չկա։ Սովորական նորմալ առողջ մարդու պուլսը արի ինքդ։ Ստացվում է ինքը կյանքից երջանիկ էր, ընդհանրապես վախենալու չէր ոչ մի բան, ինքը պրոստը կտրուկ մեկ է մեռավ։ Չգիտեմ, տենց չեմ կարծում։ Կարող աղոկի տվյալները փոխել են, շատ տարօրինակ բաներ են կատարում։ Օրինակ, Օրինակ պուլսը շատ կտրուկ է դադարել, ոնց որ հանգարծամահ եղած լինի, չնայած որ մենք գիտենք, որ մեռել է արունահոսությունից, իսկ արունահոսության ժամանակ պուլսը պիտի դանդաղանար։ մի հատ ման արի, Էրնեստ Օլսեն 30-35 տարեկան մոտավորապես։ Էրնեստ Ռոբերտ Օլսեն 36 տարեկան, աշխատում է Սուրբ Մարիամի կարդիովիրաբուժական կենտրոնում։ Այսօր առավոտը ընդեղի։ Ատայից եմ տվյալները վերցրել, ֆլեշկան։ Զորհի կարդիոսիմուլյատորն էլ են ընդեղ դրել։ Ու ես դերցն են դեր աշխատում։ Ինքն է ինձ փոխանցել ֆլեշկան։ Բանում ինչի ոնցր։ Ներկայացավ։ Եթե խափում էր չի պիտի իրական անունով ներկանար։ Ճիշտ ասեմ, ինձ էլ է տաղոքում, բայց ինչ ես ունում, որ դու հետ խոսաս։ Պրոստը բացատրի իրան, որ մենք այդքան չենք սիրում, որ մեկը մեզ խանգարում է վտանգավոր մարդասպաններին մրնել։ Այս փաստաթղթերը կտանես կառավարություն ու թույլտվություն ստանաս նա։ Լավ։ Աքսել, Այո։ մեզ պետք է նորմալ ինֆորմացիա։ Կներեք, դոկտոր Օլսենը դուք եք։ Հա, ես եմ, մայր։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Իրաք։ Չէ։ Այսօր առավոտյան ձեր մոտ եկել էր իմ գործընկերը ու դուք իրան սուտ տեղեկություններ եք տվել։ Չէ, ես ոչ մեկի սուտ տեղեկություններ չեմ տվել։ Եկեք մանկական խաղեր չխաղանք, մենք երկուսս էլ շատ լավ գիտենք, որ ձեր տված տեղեկությունները սուտ են, ավելի ճիշտ կեղծ։ Գույություն ունի օրենսգրքի հոդված, ոստիկանական աշխատանքների միտումնավոր խոչընդոտում եւ հիմա փաստացի այն է, ինչով դուք զբաղվում եք։ Ես խորտ կտայի դուք ճշմարտությունն ասեք, որտեղ ձեր ասածները ինչ որ այնքան էլ չեն համապատասխանում բժշկական էթիկային։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում դուք ինչ մասին եք խոսում ու բան ասելու ես չեմ կարող։ Ձեզ սպառնում են։ Ոչ։ Փող են խոստացել։ Ոչ, չէ, իհարկե ոչ։ Ափսոս, ուրեմն ստիպված կլինեմ ձեզ ձերբակալել ու տանել որպես կասկածյա։ Իսկ դուք գիտեք, որ աշխատանքները խոչընդոտելու դեպքում սպասում է 5 տարի բանտ եւ աշխատանքի կորուստ։ Ես չեմ կարող
Բան Իսկ եթե հիմա դուք ինձ ասեք ճշմարտությունը, հնարավոր է ընկնեք վկաների պաշտպանության ծրագրի տակ կամ հետևեք ինձ։ Լավ, ես ամեն ինչ կպատնեմ։ Ինձ տեղ վաղուց չէին տեղափոխել։ Ինձ մոտեցավ ինչ-որ մարդ փողի խոստացումով, եթե ես աշխատանքի իր համար կատարեմ։ Ոնց կապնվեց։ Ինձ անծանոթ համարից SMS եկավ աշխատանքի հենց առաջարկով ու ես համաձայնվեցի։ Իսկ այդ աշխատանքը այն էր, որ դուք պիտի մեզ հատուկ սուտ տեղեկություններ տաք։ Հա։ Լավ, ինչևէ։ Կարող եք մեզ կարծոք սիմուլյատորի իրական տվյալները տաք։ Ափսոս ոչ, չեմ կարող։ Իմ աշխատանքի երկրորդ մասը հենց իրական տեղեկություններից դրանց ոչնչացնելն էր։ Ինչքան փող են խոստացել։ 12,000 Կրոն։ դոլար։ Հա, բայց ոչ ամբողջությամբ։ Ինձ երկրորդ մասը պիտի վճարվի հենց որ աշխատանքս վերջանա։ Այսինքն այսօր։ Որտեղ։ Երբ։ 2 ժամից մի բնակարանում, որտեղ փողն է թողնվելու ու ես պետքա գնամ դամաֆոնին զանգեմ։ Հասցեն ասեք, շուտ։ Ալո։ Ինքը պիտի փողի երկրորդ մասը վերցներ 2 ժամից, $6000։ Ինքը դամաֆոնին զանգում էր նշված ժամին ու դուռը բացում էին։ Հասկացա։ Ոյ։ Հաստատ էս հա։ Հա։ Skora. Ne marka. Էսա իհարկե տանը ոչ ոք չկա։ Պատոնը։ Կանգնի ասում եմ։ Գցի այդ փեդը։ Ով ես դու։ Ոստիկանությունից եմ։ Խափում ես։ Հասկացա։ Հանգիստ։ Անունը ասում, հա։ Չէ։ Բա ինչ է ասում։ Ոչ մի բան չի ասում, բացի նրանից ինչ մենք արդեն գիտենք, համ ես շատ հարցեր չտվեցին։ Ուրեմն սենց, ուրեմն այդ իրա բնակարանն է, իրա վրա գրանցված, ինքը ասում է որ ան առևանգել են ու 3 օր պահել։ Ով։ Ինչ-որ մարդ։ Յալուչ։ Ասեն։ Իսկ մենք վստահ ենք, որ այդ մեր մարդասպանն է։ Երևի հա։ Հիմա նկարը ստացվում է սենց ինքը առևանգված կնոջ բնակարանը օգտագործել է մեզ խանգարող բժիշկի վճարելու համար։ Բախտ սպան է։ Չգիտեմ։ Լավ կլինի այդ Վիլյամն էլ զննի այդ բնակարանը։ Էլի Վիլյամը։ Հա, Աքսելելի Վիլյամը։ Հա, ինքը տաօրինակ է, համ չփնփնթանա, բայց դա ինքը պրոֆեսիոնալ է, երկրորդը շատ լավ մարդ է։ 15 տարի է եմ աշխատում, համ էլ հատուկ բաժանմունքների հետ կապ ունի։ Տաօրինակ է, ասենք։ Բողոքումա որ ուզում է գործից դուրս գա, բայց չի դուրս գալիս, նա որ իր փորձով 4 անգամ կարող թոշակի անցներ քո նման։ Եկավա դու էլ որ շատ աշխատես, սկսես հասկանալ։ Ինչը հայտնի առևանգված կնոջ կյանքի մասին, ինչև առևանգվել է։ Ասում էր որ վերջի ազգականին էր կորցրել ու հոկեբանի մոտ էր գնում, ուրեմն Նիլս Պրամ, ասեն գրել եմ։ Ես կայդ խոսալ այդ հոկեբանի հետ։ Ես մինչև խոսալ ես մի հատ աղջկան հարցակննեմ։ Լավ։ Քանի դեռ լուրջ ապացույցներ չկա, մենք յանի ամուք ունենք բաժանմունքում պայենք 48 ժամից ոճավել։ Հենց որ շտապի քեզ մնաց մոտապես 27 ժամ։ Իսկ հետո ինչ, փոստը բացենք թողելու։ Օրենքով պարտավոր ենք, չէ՞։ Յան կորցնել չի կարելի։
Հա, համաձայն եմ, ինքը մեր համար կարևոր հետք է։ Իսկ ինչ ենք անելու։ Եթե դատարանը համարի, որ մեր ապացույցները բավարար են, կարող ես թույլ տան շուրջօրյա հետևում սահմանել։ Լավ, դե ես գնամ հարցաքննեմ։ Եթե հարցեր տան, ասա, որ ես թողել եմ։ Բայց դից բրամը դուք եք։ Այո, ամեցեք, ինչու կարող եմ ձեզ օգտակար լինել։ Ոստիկանության վիցեկամիսար Այլասրյոմ, ես հետաքննում եմ սերիական մարդասպանի գործը, որի զոհերից մեկը ձեր հաճախորդուհին էր։ Ինչ սերիական մարդասպան։ Կորածների դահիճ, ըստ ինձ շատ հիմար անեմ, բայց ինչ է։ Այո, իհարկե, լսել եմ, սարսափելի է։ Միթե իմ հաճախորդներից մեկը նրա զոհն էր։ Ես որևէ մեկի մահանալու մասին ոչինչ չեմ լսել։ Նա չի մահացել, այլ փախել է, մինչև սա շատ արտասովոր դեպք է։ Իսկ ես ձեզ ինչի համար եմ պետք։ Թույլ կտաք ձեզ մի քանի հարց տալ։ Այո, իհարկե։ Ճանաչում եք այս մարդուն։ Այո, նա իմ հաճախորդուհին էր, Տելմա Լուիզա Լարսեն, եւ ինչ, նա է զոհ դարձել։ Այո։ Սարսափելի է։ Խեղճ աղջիկը տեղից էլ վատ վիճակում էր։ Ինչո՞ց հենց դրա մասին զոն ձեր հետ խոսել, ինչ փոքրպես ինչ վիճակում էր նա։ Նա կորցրել էր իր մորը, վերջին ազգականին, հարբած նստել, վարձած մեքենայեղեկին ու բռնվել։ Դատարանը նրան պարտադրել էր հաճախել ինձ մոտ, եւ մոտ 2 ամիս նա այդպես էլ անում էր։ Ձեզ հետ է որևէ բան նրա առևանգման մասին։ Բացարձակ ոչինչ։ Ես պատկերացում անգամ չունեմ այդ սարսափելի դեպքի մասին։ Ահա ինձ ասել որտեղ էր նա սովորաբար լինում, ինչտեղ էր գնում։ Շատ բան չգիտեմ, բայց նա միշտ խոսում էր այգու ման գալու մասին։ Հասկանալի է։ Գիտեք, որտեղից նա ունեցավ բնակարան։ Դա իր մոտ բնակարան էր, նա ստացավ այն ժառանգաբար։ Շնորհակալություն, պարոն Բրան։ Կարիք չկա, Աստված տա, որ նա վերականգնվի այդ 2 օրում դժոխքում անցկացնելուց հետո։ Ստեսություն։ Ստեսություն։ Так, ոնց է մեր գործերը։ Տելմա Լուիզան հետազոտությունը անցնում հոկեբանի մոտ ու գտնվում է վկաների պաշտպանության տակ։ Նից պրամի մոտ։ Չէ, մեր հոկեբանի մոտ։ Ինչ նոր բան ասեց։ Ասես, որ 2 օր անցկացրել է պատվալում ու նկարագրեց մարդասպանին։ Ոնց է անում։ Քեզ պետք է ընդհանրապես ավելի բարի լինել մարդկանց հանդեպ, թե չէ քեզ ոչ ոք չի հավատա ու չի լսի։ Լավ, կարևոր չի։ Ինչ ասեց մարդասպանի մասին։ Ասաց, որ դեմքը չի տեսել, որտեվ դիմակով էր, ձայնը տղամարդու ու ձախ ձեռքի ճակուտին էլ վիրակապ։ Այն մարդը Ինչ եղավ, Էլիաս, կախեցիր։ Նից պրամի մոտից որ դուրս է գալի, մեկ մարդու խփվեցի։ Ինձ էլ նայում վրես ոնց որ առաջի անգամ չի տենում ու ճակուտին էլ մեծ վիրակապ կար։ Էլիաս, տենց է գիտես, Օսլոյում քանի վիրակապով մարդ կա ճակուտին։ Ուրիշ լեզնես նայում վրես ոնց որ փեսա անունս ասելու։ Պետք է մեծ ստուգ է զգում եմ ուղղակի։ Ինչ ես զգում, ռադիոսիգնալ։ Դուր ավել աշխատես, քեզ տենց ֆունկցիա կբացվի։ Ու կհասկանաս։ Բայց ձեզ պարոն Պրամ։ Նորից Էլիաս Ռոմն է ոստիկանությունից։ Կարող եմ ձեզ մի հարց տալ։ Երբ որ ես ձեր մոտ էի մտնում, սենյակից դուրս էր գալի մի տղամարդ, կարող իմանաք նա ով է կամ գոնե առասարակ ինչի համար եկել ձեր մոտ։
Ինչ ա եղել։ Ոգեպես անամորջական, պոստ-տրավմատիկ ստրեսն էս ինչ է։ Թելմա Լուիզայի հոգեկան հետազոտությունների արդյունքն է, ինչը հոգեպես առողջ չի։ Ես իրավաբանի հետ խոսացի, ըստ եզրակացության ոչ մի դատավոր ոչ մեկին ոչ մի բանի համար չի դատի ըստ իր խոսքերի։ Ու հիմա իրան վկաների պաշտպանության ծրագրից հանում են, որտեղ հոգեկան հիվանդները այդ ծրագրի տակ չեն ընկնում։ Այս հաստատ է։ Ահա։ Լավ։ Աքսել հերիքա խաժրես, ես արդեն մտքես է չեմ լսում։ Մենք իրեք ժամարդ են ստեղ ենք սովածացել եմ։ Նախև առաջ, մենք ստեղ գործ ենք անում, ոչ թե հանգստամից երկրորդը, ինձ էլ տուր։ Ինչ ենք մենք ստեղ անում։ Ես այդ հոգեբանի մոտ հարցրեցի մարդու մասին, անունազգանունը ասեցին։ Ու ինչ։ Ու վերջ մնաց արխիվներում ստուգել ու հենա։ Ուրեմն ինքը աշխատում է Crayons ընկերությունում օֆիսի աշխատող։ Հերթափոխները մինչև ժամը 6-ն են, իսկ գիշերային հերթափոխներ չկան, հենց որ հիմա ինքը հաստատ տանն է։ Սիրատունն է։ Եթե ինչ բանի հիմա անելու։ Եթե ինքը ընդհանրապես մարդասպանը չի, մենք իզուր ժամանակ ենք ծախսում, ինչ որ մատի վերքի համար։ Դե կառավարությունն էլ է տենց կարծում, հենց որ մեզ հրամայել են մոռանալ իր մասին։ Այսինքն մենք հիմա ստեղ ապօրինի մարդ ենք բռնում։ Դուք դες որ թե ինչ որ բան լինի ոչ ոք մեզ չի գա օգնելու։ Մենք հրաման չենք ստացել, ես վստահ եմ դու ոչ ոքի չես ասել։ Վիլյամը գիտի, բայց նայեք ինքը։ Ու վերջ։ Ինքը միակն է, ում ես վստահում եմ։ Ու Վիլյամը համաձայնել է ինչ որ մատի վերքի համար խախտի օրենքները։ Մատի վերքը հեչ։ Ես կասկածային ուսումնասիրել եմ։ Իր հաշվից փոխանցումներ կան կրեմի միքսերների խանութ։ Ու ինչ։ Ինքը չամուսնացած 39 տարեկան մենակ ապրող տղամարդ է։ Իր ինչին է պետք կրեմի միքսեր։ Կարող է հոբի ունի տորթեր է սարքում։ Իսկ ես թվում եմ կողակի կյանքի իմիտացիա ստեղծում։ Որ ինչ։ Նայս է։ Ուրեմն իր պապին մահացել է, երբ որ մաման 40 տարեկան էր։ Մահացել է հարուստ, ժառանգություն թողելով մոտապես 40 միլիոն կրոն։ Այդ ո՞ր դից իմացար։ Զաքսի արխիվներից։ Կարևոր չի։ Իսկ մաման մահացել է 5 տարուց։ Մաշկի քաղցկեղից, նույնիսկ չփորձելով բուժվել, ու այդ փողից ոչ մի կոպեկ ժառանգություն չթողելով։ Հա, ինչ կարող է ծախսել է։ Ինքը չի բուժվել, մեծ գնումներ չի արել, ուրիշ ձև 5 տարի հնարավոր չէ այդքան փող ծախսել։ Ճիշտ ասած, կյանքի վերջի մի քանի տարին նենց վիճակում չէր, որ այդքան փող ծախսեր։ Իսկ հաշիվը փակելուց մի քանի օր առաջ լրիվ դատարկել են։ Այսինքն ստացվում է, որ բարեկամներից ինչ որ մեկը այդ փողը հանել է հաշվից, հա։ Հա։ Ու հավանաբար այդ ինքն էր։ Այդ կբացատրի բավականին շատ բան։ Ես սպանություններից դատելով ինքը շատ փող ունի։ Ինչի։ Դրան պետք է առանձին ինչ-որ տեղ, որտեղ ինքը սաղին պահում է, ավտո, տարբեր ռեսուրսներ, ազատ ժամանակ, օֆիսում տես փող չեն տալի։ Բայց ինչի է աշխատում։ Որ անգործության ուշադրություն չգրավի։ Լավ, ասենք էս ամեն ինչը ճիշտ է։ Բաուր է իր սաղ փողը։ Ուրիշ երկրների բանկերում Ինչ գիտես։ Իսկ եմ ընդհանրում եմ։ Ինչ ենք մենք հիմա անելու։ Դե ինչքան հասկացանք, ես վերջերս ակտիվացել եմ, մենք էլ առանձնապես հաջողությունների չենք հասել իմ մանգալուց, այնպես որ հիմա ինքան ազատ ազգում։ Պիտի որ ինչ որ քայլերի գնա։ Օրինակ։ Նայեք եկոր տուն այցելի քաղաքից դուրս։ Ինքն պիտի սպասենք միջով դուրս գա։ Հա։ Դու հետևի, իսկ ես քնեմ։ Ոնց, 2 ժամ ես 2 ժամ դու։ Հա, ամարա։ 2 ժամ դու, հետո 2 ժամ դու, հետո էլի 2 ժամ դու։ Այ շատ ծիծաղալու է։ Էլիաս։ Քիչ ես ամուսնանում։ Որ աշխատավարձս մենակ ծախսեմ։ Իսկ եթե լուրջ։ Իսկ եթե լուրջ, հիմա ժամը գիշերվա 2-ն է, իսկ ես ինչ որ գրողի ծոցում մանյակ եմ բռնում։ Այդ ինչ կին պիտի լինի, որ դրան դիմանա։ Շատ համբերատար։ Իսկ դու գիտես որտեղ ես ճարել համբերատար կին։ Դե հա գիտեմ։ Ճիշտ է, չգիտես, ես չգիտեմ։ That's for
Էլիաս։ Եկավ։ Ով եկավ։ Դիմակո ձեռին վերքով մարդը։ Աքսելիքը անուն ունի, դա ցավալի հարմարքն է մարդ անվանել։ Իսկ ինչ անունը։ Չգիտեմ։ Լավ գնացինք։ Տանտակ կայտել ենք։ Всё, ինքը մտավ։ Անձնական տուն է։ Արից սպեցնաս կանչենք մտնենք։ Հրադեվիլ ես իր սպեցնաս։ Սա առանց թույլտվության մտնեք, ես գործընթացը ձեռնից կվերցնեն։ Ոդվագի սովորական մարդ է գելա դաշը։ Ինչ գիտես, կարող անդեղ ինքը ջրի կազոտով մարդկանց ձեռները սարացնում ու ջարդում է։ Լավ չես դու, մեծ հանգստացի։ Մեկյան մի քիչ հետևելով կստանանք ինչ որ պետք է մեզ գնացի։ Էլիաս նոր Վիլյամը զանգեց, ասում է Տելմա Լուիզան շարժվում է։ Դա նոր զանգում։ Գիտեմ, Ներկայ իսկն շարժվում է, դա չեն հետևում։ բայց իմ շուչոկը դեռ չեմ գտել։ Դու առանձին շուչոկ ես դրել դե։ Հա, Այսինքն դու ես անօրինական է։ լավ, կարևոր չի, կարևորն է, որ ես կասկածում եմ, որ մարդասպանը նորից ուզում է իրան բռնի։ Մեկը տանի մա մարդ կա։ Չէ, սա ոստիկանական վրա հավաքել։ Իբր հասցրել է 2 օր անց էր, բայց ամեն ոստիկանություն այդքան արագ աշխատում։ Ուր են գնում։ Քաղաքից դուրս են տունը, որ մենք երեգեվանք։ Վայ մամա ջան, զանգի Վիլամին մեզ սպեցնազա, պետք է հնարավորություն եք այդ դեբիլին ամբողջ շաբաթություններով բռնեք միանգամից։ Լավ։ Так. Վիլամը չի վերցնում, так что մենք մնացինք առանց մասկի շոու։ Ինչպես միշտ։ Տեսա եկա։ Երկու մարմին, մեկը Տելմա Լուիզան է։ Այդ հորս տարեմ։ Տակսը։ Կարիք չկա, Աստված տա, որ նա վերականգնվի այդ 2 օրում դժոխքում անցկացնել։ Բայց քո որտուց իմացավ քանի օրը Տելմա Լուիզան անցկացրել։ Աքսել, հենց արտնաց զանգի։ Հոգեբանի մոտ է Նիլս Պրամիդոր, սպանված է։ Երկու գնդակ գլխի մեջ։ Ինչ մեկը հաստատ հետևում է հետաքննության, ինքը վերջի հետն էր։ Հիմա սպանված է։ Արիս տեղակայից 2 ժամից խոզարկություն անցկացվելու։ Գիտես ինչ տենթապես ոչ բան չկա, մենակ հաշվապահություն է։ Այստեղ կա Չկա, արդեն 2 ժամ է ես լսում։ հեռանստի։ Նա իր սեսիոնների մեջ ոչ մի լոգիկա չկա, ոնց որ սովորական հոգեբան լինի։ Բայց դու մի քիչ ծեր ֆիլտր ասի, չէ, շաբաթ լսելու ես։ Դրանով ես բաղած։ Հիշում ես ինչ մարդիկ էին սովորական զոհվարանում։ Հոգեպես կոտրված ու առանց հարազատ։ Որտե տենց մարդկանց առանձնացնենք, կսկսի ինչ-որ լոգիկա հայտնվել։ Պապաները աշխատում հանքում Լիսայքսն։ Իսկ կլի նորմալ ձենով լսենք։ նոսելիներ կլսենք նորմալ ձենով, բայց պես տանում ես սենց հատ։ Բավականին մռայլ գյուղ է, զարմանալի
այդտեղ Ռոբերտ Ֆլորինն է ծնվել։ Իսկ Տելմա Լուիզան ինքը ինձ ասել էր, որ իրան այգում ման գալուց են առևանգել։ Ստացվում է հոգեբանը բոլոր զորերին խորհուրդ էր տալի վերադառնալ իրաց անցյալից ինչ-որ մի տեղ, հետո այդտեղ ասում էր մարդասպանին ու ստել է 14-ը տենց ձայնագրություն կա։ 17 զով։ Իսկ անհատակիրը այս վերջինն է։ Այս եղբայրը Հոկտեմբերի 4-ին։ Ինքնորոշում զով բաց թողեցին։ Մենք չենք նոր զոր բաց թողին, ես ապագա զորը։ Սուրճ ինչ օր է։ Երկու ժամ Օսլոյից մոտավորապես 180 կիլոմետր լճով, անտառ, հեսա։ Գնաս։ Так, 47-ը, ինք հաստատ ստեղ է։ Ստացա սաղը։ Մի մասն էլ տանն է։ Շոն խնամբրանենք, պետք է բոլոր ապացույցները հավաքենք։ Ալո։ Բայց ես հա, ձեր մոտ է թե ամեն ինչ։ Պիտի որ լինի։ Всё, շատ լավ է։ Չհասկացա։ Չհասկացա ինչի մունքով մերկեմ։ Այսինքն ապացույց չկա, բայց աղ ինչա ձեր մոտ։ Դուք լավ չեք։ Ինչ հաշակում հոգեբանի սպանությունով նոր գործ է բացվելու։ Մեր գործը է սա։ Լավ չեք, դուք ես 17 սպանությունից հետո։ Հա, բայց երիք ապացուցված է այդքան հերիք է։ Չէ։ Ինչ եղավ։ Իրան բաց են թողում։ Ոնց բաց են թողում։ Իրանք ինչ հատեսաղով գժվել են։ Ասում են, որ ապացույց չունենք։ Ոնց չունենք։ Բա դիակները։ Ինքը մատնայք չի թողել։
Ոյ, բա տունը որտեղ մենք երկու դիակ գտանք, մեկն էլ ոստիկանի։ Այդ տունը իր վրա չի գրանցված։ Ում։ Ոչ մեկ ինքը դեպս պետք է գոյություն ունենա, փաստաթղթերով դե ձիթենու այգի է։ Այդ տունը իդեալական ապացույցից դեռավ միլիոն տարվա բյուրոկրատիայի աղբյուր, որտեղ պաշտ չի որտեղից է։ Բայց մենք իրան հետևել ենք, մենք գիտենք, որ ինքը այդ տունը օգտագործում է։ Մենք չենք նկարում, իսկ մեր խոսքերը ուրիշ ապացույց չունեն։ Բայց մենք ո դեպի չենք։ Թապես բան չկա անելու։ Կա այդքանը պիտի հեյք լներ, որ միան գոնե բաժանմունքում պային։ Գոնե ստեյա փողերի մատը խառնա։ Մենք հիմա չգիտենք ինքը որտեղ է։ Ինչ ենք անելու։ Անտառում։ Երբ որ բռնեցինք։ Առաջին անգամ իր սպանությունը իդեալական չանցավ։ Ինքը պիտի որ վերադառնա անտառ։ Չգիտես։ Գնացինք։ Վիցեկոմիսար Ռյուն։ Վաղուց չենք հանդիպել, ինչքան արդեն։ 2 ամիս։ Իսկ ինձ թվում էր անվերջություն։ Եկա բլբլ ասել։ Նորվայն եք այսօր։ Իսկ դու գիտեիր, որ ես կգամ։ Իհարկե։ Ոնց դուրս եկար։ Շատ ձևեր կան։ Վիավորեցիր ոստիկանության աշխատակցին։ Սպանությունը այդ նույնիսկ եթե ապացուցված չեն, այդքանը հերիք էր։ Եթե իմանաս ինչ անես, կստանաս այն ինչ ուզում ես։ Հա, եթե փող ունես։ Փողի երկրորդականը, կարևոր չի, չգիտես, չգիտես։ Կարևոր այն ինչը կարաս ապացուցես։ Իսկ ես ինչքան գիտեմ, անգամ էլ չի ստացվել ձեր։ Խմո չի ստացվել, 2 ամսից բռնվեցիր։ Ձեր ռեկորդն։ Մտածում եք Օլսոնը կներկայանար իր իսկական անունով, եթե ես ուզեի որ ինձ չբռնեին, կամ կարող է Տելմա Լուիզային ես թողել փոխել, կամ էլ իմ դեմքը ցույց կտայի։ Չէ, ես ախ ճանապարհը օգնում եմ որ ինձ բռնեիք, որտեղ ես նտուզեցի։ Հանկարծակի մազախիզմի պրիստուպ։ Գիտեք, երբ հակառակորդից 1000 անգամ ավելի ուժեղ ես, խաղողակի սկսում անհետաքրքիր դառնալ։ Իսկ եթե ես չուզեի որ ինձ բռնեիք, դուք միջև հիմա մտածել եք որ առաջին դեպքը ուղղակի ինքնասպանություն է։ Իսկ մնացած եմ։ Իսկ մնացած հարցերը լուծվում են 120,000-ի կողմեր փոխանցումով հիվանդանոցի տնօրենին։ Ու պարզվում է ոչ դուք վնասվել եք, ոչ որ հիվանդանոցում եք եղել։ Ոնց իմացար որ գալու եմ։ Դուք ոչինչ բաց թողել չգիտեք։ Քեզ եմ բաց թողել պայմանական պատճառներով, չի շփում որ դու ամնեղ ես։ Պայմանական։ Չեք նկատել ինչքան է համակարգը այդ բառը սիրում։ Պայմանական ազատություն, պայմանական ճշմարտություն, պայմանական կյանք, պայմանական ամեն ինչ։ Բայց շուրջն եք, սեղան միջ իսկականը։ Քանի մարդ է սպանել։ Սպանել։ Ես ուղղակի պայմաններ եմ ստեղծել։ Իսկ նրան կարելի է ընտրություն։ Ինչ ընտրություն, ներնել կամ մահանալ։ Մարդիկ շատ են սկսում հիմարնալ եւ խոսքը գնում է կյանքի մասին։ Օրինակ դուք թքած չունեք այդ բոլոր մարդկանց վրա։ Այդքան աշխատում եք, մահեր եք, տեսնու։ Չպիտի արդեն համակերպվեք։ Խափարդում ես իմ աշխատանքի մասին։ Օ, բավականին պարզ։ Ես արդեն այնքան եմ մարծվանում, ինչքան դուք մարդասպան եք մանգալի։ Բայց նկատեք, մենք շատ նման։ Նման չենք։ Դու եք այդքան աշխատում եք փաստերի հետ, ինչով հիմա չեք կարող ճիշտ փաստ ընդունել։ Մենք նման ենք։ Ես ուղղակի ուրիշ ծայրահեղություն եմ։ Հիվանդ ես։ Ես դուք բուժվում եք։ Այդ է տարբերությունը։ Միակ տարբերությունը։ Ես էլ երկար ժամանակ փորձում բուժվել, ինչով մայրս մահացավ մելանոմա, այս չփորձելով անգամ բուժվել, մտածելով որ դա Աստծո որոշումն է։ Բայց հետո ես հասկացա, որ դա իմ ուժն է։ Ես դա ձեզ կապացուցեմ։ Ոնց։ Մտածում եք ինչի ես թողեցի, որ ինձ բռնեք։ Էլ ոնց պիտի ես մտեի ձեր գլխի մեջ ու քանդեի ձեզ ներսից։ Բայց մի կողմից ես այցի մի փոքր մասից մնացածը արեց ձեր 20 տարի աշխատանքը ոստիկանությունում։ Ինչքան այսօր։ 10, 11։ Կարևոր չի։ Դուք հիվանդ եք ու դուք շատ լավ դա գիտեք։ Բայց մեկը խմում եք այդ դեղերը մենակ հիվանդության աչքերի մեջ չնայեք ու ձեները չլսեք գլխի մեջ։ Ավելի լավ է քան ազատություն տալու, սպանել աչուձախ։ Կարող է։ Բայց մեկ դրա մասին չեք իմանա։ Կյանքը խաղ է, որը շարունակվում է։ Ես էլ կշարունակեմ խաղալ։ Իսկ հիմա, վիցեկոմիսար, արեք ձեր որոշումը։ Սաղ կյանքը հակվում է դրան։ Ընտրեք։ Էլիաս, քո ինչ է կատարվում։ Էլիաս։ Իվան, ես զենքը գցի։
Սրան է սպասում, հիմա քեզ դատարանը թոշակի կուղարկի։ Գոհեն տենց։ Դու ոստիկան ես ու երթվել ես օրենքը պաշտպանես։ Ձերքել եմ մարդկանց պաշտպանեմ։ Ոչ կասա նույնիսկ ինձ պաշտպանեմ։ Ակսել, ես 20 տարի աշխատում եմ։ Այդ 20 տարվա ընթացքում օրենքը լիքը անգամ փոխվել է, բայց մենակ այդքան է։ Օրենքից բացի ոչ մի չի փոխվում։ Մենք երթվում ենք օրենքը պաշտպանել ու հենց որ հասնում է իսկական պաշտպանությունը, որ այդ օրենքի հետ կանացամ ես ծախում է։ Այնտենց ամեն անգամ։ Իան բաց թողեցին ու հիմա իր տեղը ես եմ նստել։ Այս չկարելի։ Պատկերացնում ես թե բոլոր հանցագործները քոնման լինեին։ Կարող է չիմանային որ չի կարելի այն ինչ որ կարաս։ Ոնց քաքի մեջ չեն լինում։ Ճակատագիր երաց կպատի։ Ճակատագրի մասն են խոսում, հա՞։ Քանի ռանդոմ մարդ ես տեսել մահացած քո աշխատանքի ընթացքում, հիմա անգամ 10 արա, հիմա ինչքան եմ ես տեսել, այնց ճակատագրի չօգնես, չէ՞։ Դավայ։ Գակի։ Այս օրը լեշե դավայ, գակի։ Blandt dagens øvrige nyheder har dommen faldt i sagen mod tidligere vicepolitiinspektør Elias Røm, 40 år, som blev arresteret for 5 måneder siden for drab på en mistænkt i en serie drabsag. Røm er dømt til 16 års fængsel, med mulighed for tidlig løsladelse efter at have sonet halve straffen. Når vi går videre til andre nyheder, advares bilister om mulige frostforhold langs nordøst. Երբ դուրս եկար 4 օր առաջ։ ու ոնց է։ Անսովոր։ Դա հիմա ինչ ես անելու։ Ապրելու եմ։ Ինչ է նկատում եմ ինչով ես զբաղվելու վարձով խուզարկու թե ինչ։ Չէ։ Ինձ հերիքա։ Վերջապես հասկացա։ Դրան հիմա դու ես իմ տեղը նա։ Ինչո՞։ Այն ինչ ասես չկա, զախ փոխել 20 տարվա։ Մեղքի կնա։ Դեսել դա։ Ու կնես որ քիչ փոքեցի։ Լավ, ոչինչ, երկուսը լիք կարծենք արեք։